Ռիոփինի եթերում Ռինյուզի գլխավոր թողարկումն է, բարի երեկո։ Երկրում տեղի ունեցող բուռն զարգացումներն ամփոփենք միասին, փորձենք հասկանալ այսօր ինչ կատարվեց մեզ հետ, անտանելի աղմուկից զտելով կարևորն ու էականը։ Այսօրվա թողարկմանը դիտեք։ Քրեաքաղաքական բուռն օրվա հետ ցնցումները, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կառավարությունից եւ Բագրատ Սրբազանի առաջին նամակը մեկուսարանից։ Սամվել Կարապետյանի 6-րդ նամակը ԱԱԾ նույն քրեակատարողականից, ինչի մասին է այս մեկը։ Նիկոլ Փաշինյանի հեռակա Սուր բանավեճը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ եւ սպառնալիքներն ամենայն հայոց կաթողիկոսին հեռանալու պահանջով։ Արհեստական բանականությունը կարող է ստեղծել արհեստական իրականություն, հատուկ ռեպորտաժ տեխնոլոգիական հրաշքների մասին։ Եվ ինչ է կատարվում աշխարհում, Իրանի նախագահի ուշագրավ Զանգն Ալիևին, Իսրայելն Իրանից անցավ Գազային, Սպիտակ տունն էլ հրապարակեց օրվա վիդեոզավեշտը։ Եվ այսպես երկրում ներքաղաքական իրավիճակը թեժ է, վիրավորանքներն ու հայհոյանքներն արդեն իսկապես անտանելի, խախտվում են պարկեշտության նվազագույն կանոնները։ Կարճ ասած, ապրում ենք անդադար լարվածության զարմանքի շոկի մեջ։ Օրվա գլխավոր իրադարձությունը ահաբեկչություն հոդվածով հարուցված քրեական գործի վերջին զարգացումներն են։ Կա 15 կալանավորված, որոնց թվում է Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Նորից խուզարկություններ են եղել, նոր բացահայտումներ։ Իրավապահներին Նիկոլ Փաշինյանը որոշել է պարգևատրել։ Երեկվա քրեաքաղաքական երկրաշարժի հետ ցնցումները Անի Հովհաննիսյանի ռեպորտաժում։ Դատարանը կալանավորել է Բագրատ Սրբազանին եւ եւս 14 մարդու։ Քննչական կոմիտեն իր հաղորդագրության մեջ նշել էր, որ Սրբազան պայքարի խմբավորման անդամներն ու ղեկավարները մշակել էին ահաբեկչական գործողությունների ծրագիր։ Եղած ձայնագրությունները, տեսագրությունները, դիտումները, ներքին դիտումները, ընդ որում հələ պարզ չի ինչքանն է ճիշտ, ինչքանն է սխալ, ինչքանն է մոնտաժված, ինչը կոնտեքստից կտրված, ակնհայտ ձայնագրություններ կա, որ քեսը սկսում է մի օր ավարտվում է հաջորդ օրը։ Կատարում են որոշակի ձևակերպումներ, որոնք միգուցե մի քիչ էքստրեմիստական են, բայց հստակ երևում է հաջորդը ասում է, չէ, դա չի կարելի, չէ, հանցագործություն է, չենք անելու։ Պաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ սահմանափակումներ չեն տեսնում։ Կալանքի որոշումը բողոքարկելու են եւ երկրի ներսում, եւ դրսում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բագրատ Սրբազանի հետ կապված 3 գործողություններ կատարած իրավապահներին ներկայացրել է պետական պարգևի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին եւ առավոտյան հարցը քննարկել եմ նաեւ Հանրապետության նախագահի հետ եւ կարծում եմ իմաստ կունենա, որ ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարության, ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման եւ պետական պարգևի։ Իմ ժողովրդին իր իշխանությունը հասնելու համար ավտոբուսի մեջ վառել ցանկացող, պետական մարդկանց, պետական այրերին պատի տեղ գնդակը հարել ցանկացող մարդուն ԱԱԾ-ի պատվալ նետելը դա օրենքի խիստ պահանջ է, խիստ պահանջ։ Քննչական կոմիտեն նաև առավոտյան հայտարարություն տարածեց, որ խոզարկումների արդյունքում մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող նոր իրեր են հայտնաբերվել, այդ թվում փողոցում էլեկտրասանության եւ համացանցային կապի ապահովման տարրերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ։ Անի Հովհաննիսյան, Գևորգ Սյանոսյան, Ռիոփին մեդիա։ Իդեպ այսօր պարզվեց, որ քրեական գործ է հարուցվել հայ առաքելական եկեղեցու եւս մեկ arczepiskopos-ի դեմ։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջափահյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Ոչ մի զանգ, ոչ մի ծանոթություն, ոչ մի թղթով, ոչ մի բանավոր, ոչ մի գրավոր բան ես չեմ ստացել առ այսօր։ Ինչև ես ժամը 5:00 չէ, ես էլ ձեզ նման մամուլից եմ տեղեկացել այդ բասի։ Դե իսկ օրը սկսվել է ամենայն հայոց կաթողիկոսի աստղին Նիկոլ Փաշինյանի վիրավորական հերթական գրառումով ու հերթական սպառնալիքով։ Փաշինյանի Գարեգին երկրորդից պահանջում է հեռանալ սպառնալով, որ հակառակ դեպքում նրան կհեռացնի հավատավոր հոտը։ Գրառումով Նիկոլ Փաշինյանը քննադատել է Լևոն Տեր-Պետրոսյանին, որի հետ կաթողիկոսը հանդիպել էր նախօրեին։ Նիկոլ Փաշինյանը առաջին նախագահին անվանել է վախկոտ, կամազուր կամ պատասխանատու, ծույլ եւ այլն։ Հրամանեկար Լևոն Տեր-Պետրոսյան, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ։ Հիմնական հատկանիշները՝ վախկոտ է, կամազուր կամ պատասխանատու, ունի մարիոնետահին հակումներ,
ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, նարցիսիստ, ամբարտավան, որևէ մարդու հետ իր շփումը օգտագործում է այդ մարդու դեմ, ատում է մարդկանց։ Զզվանքով է վերաբերում իր շրջապատի բոլոր այն մարդկանց, ովքեր խարիզմատիկ որևէ նշույլ ունեն։ Երջանիկ է զգում անդեմ, անողնաշար, անբան, կիսագրագետ եւ Վանո Սիրադեղյանի ասած՝ շատ կարդացած, քիչ հասկացած մարդկանց միջավայրում։ Նախորդին կաթողիկոսի հետ հանդիպման լուսանկարը հրապարակելով ՀԱԿ խոսնակը տեղեկացրել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատմամբ Փաշինյանը պարտության մարմնավորում է, խայտառակ կերպով պարտվել է Արցախյան պատերազմում, հաստատաբար պարտվելու է նաև հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում։ Իդեպ մի քանի օր առաջ էլ Լևոն Տեր-Պետրոսյանին վիրավորական արտահայտություններով անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի կինը։ Փաշինյանի այսօրվա գրառմանն էլ արդեն անդրադարձել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Հայաստանի ղեկը գտնվում է տգետ ու չտես ամբարտավան ու շահամոլ պարկեշտության մասին պատկերացումից զուրկ եւ իշխանությունը կորցնելու հեռանկարից լրիվ խելագարված մի զույգի ձեռքերում, որն իր վախերը փարատելու եւ իշխանական վայելքը շարունակելու համար ոչնչի առաջ չի կանգնի, լինի դա Արցախի, թե Սյունիքի եւ հազարավոր կյանքերի զոհաբերումը, սահմանադրության, օրենքների, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները եւ օրինականության ոչնչացումը, թե մեր ազգային ինքնության ձևավորման հիմքում ընկած ցանկացած արժեքի պղծումը։ Ու քանի դեռ բոլորը հետ վիճում են, ոմանք հայհոյում ու վիրավորում, ԱԱԾ մեկուսարան տեղափոխված Սամվել Կարապետյանի իրավապաշտպանները հրապարակել են նրա 6-րդ նամակը, որում նա վստահեցնում է, որ պառակտմանը շուտով վերջ է տրվելու։ Ներկա իշխանություններին հաջողվեց հերոսներին, գեներալներին ամբողջ էլիտային դասել սևերի շարքը։ Գործարարները հայտնվեցին սևերի դաշտում։ Ոմանց սարքեցին կաշառակերներ, ոմանց սարքեցին հասարակության համար անպիտաններ։ Բոլոր գործարարները հայտնվեցին սևերի դաշտում։ Ոմանց դեմ նույնիսկ հարուցվեցին հարյուրավոր անօրինական քրեական գործեր։ Երկրում տիրող քրեաքաղաքական զարգացումներում ոմանք արտաքին հետք են տեսնում, ընդ որում ամենատարբեր։ Խոսվում է Թուրքիայի, Ռուսաստանի, հավաքական արևմուտքի պլանների, միջամտությունների, ուղղորդումների հնարավորության, մի խոսքով ինչի մասին ասես, որ չեն խոսում։ Դրսից որևէ ձեռք այս ամենում կա, թե ոչ, փորձել է պարզել իմ գործընկեր Նարինե Ղուկասյանը։ Այն, որ ընդդիմությանը ռուսական ուժերն են հովանավորում, իշխանությանը մինչ օրս չի հաջողվել ապացուցել, թե ինչ կապ ունի եկեղեցու եւ իշխանության հակադրության հետ Ռուսաստանը կամ ազգությամբ հայ Ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանը, որը միշտ էլ հանդես է եկել եկեղեցու պաշտպանության դիրքերից, աբսուրդի ժանրից է, ասում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Փոխարենը քաղաքագետն իշխանության վարքագծում է ադրբեջանական տեսանելի հետք նկատում։ Չենք կարող անտեսել, որ մեր եկեղեցու մասին գրեթե նույն խոսույթով արտահայտում է Փաշազադեն, մուսուլմանների Կովկասի վարչության նախագահ եւ Փաշինյանը։ Հիշենք, որ ամենայն հայոց կաթողիկոսի նախ Փաշազադեն թիրախավորեց, հետո իշխանությունները։ Բայց այստեղ էլ կարող է արտաքին գործոնը շատ փոքր դեր խաղա։ Քաղաքագետը հակված է ներքին գործընթացներում հնարավորինս քիչ արտաքին ականջներ փնտրելու։ Այլ խնդիր է, որ եթե մենք միաբան չենք եւ երկիրը կանգնած է քաղաքացիական բախումների շեմին, բոլոր արտաքին քաղաքական կենտրոնները օգտվելու են այդ իրավիճակից։ Որտեւ եթե դու էներգիա պարպում ես ներքին կոնֆլիկտների վրա, իսկ մենք հիմա դրանով էլ զբաղված ենք ամբողջ օրը, արտաքին օրակարգի ու ռիսկերի կառավարման համար քիչ ժամանակ է մնում կամ ընդհանրապես ժամանակ չի մնում, ինքը միջամտության լայն ճանապարհ է բացում։ Քաղաքագետ Արմեն Վարդանյանի դիտարկմամբ էլ, եթե ապացուցվի, որ Սրբազան շարժման ղեկավարի ձայնագրությունն իսկական է, ապա գործ ունենք լուրջ հարցի հետ։ Վարդանյանը վստահ է, այնինչ կազմակերպել էին Սրբազան շարժման ղեկավարն ու մասնակիցները, ռուսական հատուկ ծառայությունների հետ կապված գործընթաց է։ Հայաստանում կան մարդիկ, կա 5-րդ շարասյուն, որոնք ամենօրյա ռեժիմով սուտ, կեղծիք եւ այլ այսպես ապատեգատվություն են տարածում, փորձում են Հայաստանին այսպես ժողովրդին վախի ասեղի վրա պահել։ Քաղաքագետն ասում է, կարող է հանրությունը ուղիղ հետք չտեսնել, բայց նաև ակնհայտ է համարում, որ կան որոշ լրատվամիջոցներ, ազդեցության գործակալներ ու բլոգերներ, որոնք Ռուսաստանի հետ են կապված ու փորձում են հրահրել ինչ-որ գործընթացներ։ Իշխանը փորձեն այսպես դա անտեսանելի անել, իշխանությունը հատուկ ծառայությունները քնած չեն, գիտեն այդ մասին եւ հենց դրա հետևանքը վարչապետի գրառումները։ Իհարկե ես համաձայն չեմ վարչապետի գրառումների բովանդակության եւ ոչի հետ։ Դրանք շատ գրեհիկ են եւ շատ հաճախ հակառակ էֆեկտն են տալիս։ Մարդիկ, որոնք այդքան շատ չեն խորացել այս հարցի էության մեջ, ով է ճիշտ, ով է սխալ,
ով է, ասենք, պետության դեմ գործում եւ այլն, միայն այդ գրեհիկ գրառումների հետևանքով կարող է հակաիշխանական, ասես հայացքներ ձևավորել։ Քաղաքագետն անդրամաբանական է համարում այն, որ այսօրվա գործընթացներն ուղղորդվում են Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից։ Նարնե Ղուկասյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։ Բագրատ Սրբազանը ԱԱԾ մեկուսարանից փաստաբանների միջոցով այսօր հայտարարություն է տարածել, հերքելով լուրերը, թե ինքը հաստատել է նախորդին քննչականի տարածած ձայնագրությունների իսկությունը։ Նա ասել է, որ ստի վերջը մոտ է, ամեն բան լավ է լինելու։ Ձայնագրությունների թեման սա շատ ավելի լուրջ հարց է, շատ ավելի գլոբալ, որովհետև այսօրվա տեխնոլոգիաները մի կողմից թույլ են տալիս ստեղծել ինչ ուզես, մյուս կողմից մարդկանց մեջ կասկած են սերմանում, նույնիսկ անհերքելի իրականության նկատմամբ։ Ինչպես համոզված լինես, որ այս կամ այն ձայնագրությունն իրական է, եթե ամեն օր սոցցանցերում տեսնում ես ամենաանհավանական նյութերը, որ հնարավոր է ստանալ արհեստական բանականությամբ։ Ձայնագրությունը դեռ մի կողմ, այսօր բոլորը կարող են ստանալ ցանկացած պատկեր, մարդու, որը կարող է խոսել ինչ լեզվով ուզես ու ասել ինչ պատահի, ինչ ուզես։ Արհեստական բանականությունն արդեն մեզ հետ է, ոչինչ անել չենք կարող։ Մենք արդեն ապրում ենք այնպիսի իրականության մեջ, որ ոչ միայն լսածդ, նույնիսկ աչքով տեսածդ կարող է իրական չլինել։ Ու սա շատ լուրջ խնդիր է, որովհետև կասկածի տակ կարող է դրվել նույնիսկ 100%-անոց ճշմարտությունը։ Ահա թե ինչի է ընդունակ մեր սիրելի արհեստական բանականությունը։ Այն կարող է ստեղծել արհեստական իրականություն։ Վերջին շրջանում համացանցում հաճախ կարելի է հանդիպել տեսանյութեր, որոնք գեներացված են արհեստական բանականությամբ։ Այդ տեսանյութերի մի մասում հերոսները, կերպարները հավաքական վիրտուալ կերպարներ են, որոնց իրական կյանքում հնարավոր է չենք հանդիպի։ Իսկ որոշ տեսանյութերում կերպարներն իրական են, իրական մարդու դեմքի վրա է հավաքված եւ ձայնը նույնպես այդ մարդունն է։ Եկել ենք հասկանալու, թե ինչի է ընդունակ արհեստական բանականությունը, կարելի է արդյոք ձայնը գեներացնել ճշգրտությամբ։ Անշուշտ դրա մեջ դժվար բան չկա։ Դժվար բանը կայանում է ոչ թե իմենը ձայնը կլոն անելու մեջ, որը շատ հեշտ է, այլ որ այդ կլոն արած ձայնը խոսանից ոնց որ խոսում ես դու։ Այդ է շատ ավելի բարդ է։ Որպես օրինակ իմ ձայնը վերցրինք ռեպորտաժներիցս մեկից, հետո լրահոսից վերցրինք կարճ մի տեքստ ու արհեստական բանականությանը խնդրեցինք կարդալ դա հենց իմ ձայնով։ Որոշումն ընդունվել է կառավարության հունիսի 26-ի նիստում։ Այդպես օրինակ, տեսար ինքը այդ 26-ի սխալ կարդաց։ Այսինքն բաների վրա ավելի հեշտ կարաս հասկանաս, որ դա արհեստական բանականություն։ Այսինքն եթե իմ ձայնից շատ լինի, երկար ձայնագրություններ լինեն, ինքը կարող է իմ ձայնը իմ ակցենտով, իմ խոսելաձևով կրկնօրինակել։ Դե ես լցնեմ քո մի քանի ժամվա քո խոսքը, ինքը ավելի լավ քեզ կպատկերացնի ու շատ ավելի նման քեզ կանի բնականաբար, քան ուղղակի մի վիդեոից կլոն անել։ Իմ ձայնը իմ խոսելաձևով կրկնօրինակելու համար արհեստական բանականությանը շատ ռեսուրս պետք կգա։ Ժամանակ, ձայնագրություններ, նյութեր, սերվերներ, դրանք հնարավոր են, բայց ֆինանսական լուրջ ներդրումներ են պահանջում։ Օրինակ սա Զելենսկու թարգմանված խոսքն է։ Նա իհարկե այս խոսքն ասել է, բայց ուկրաիներենով։ Ռուսաստանը գրել է շատ զգալի կորուստներ։ Դրանք լիովին արդարացված ու արժանի կորուստներ են նրանց համար։ Իսկ ինքը ամեն դեպքում արհեստական բանականություն դեռ հայերեն լավ չգիտի։ Եթե սա անգլերենին վերաբերող, ես կասեի շատ իդեալական է, բայց հայերենի դեպքում դեռ այդքան տեղ ունի աճելու։ Վերջերս քաղաքական դաշտում հրապարակված ձայնագրություններն էլ կապում էին հենց այս գործիքի հետ։ Օրինակ Վարդան Ղուկասյանը եւս ասում էր, որ իրեն վերագրվող հեռախոսազանգը եւս արհեստական բանականության միջոցով են ստացել։ Իսկ այսօր արդեն Նազելի Բաղդասարյանն է արձագանքում վարչապետի ձայնի կլոնավորման դեպքերին։ Որոշ արկածախնդիրներ փորձել են հասարակությանը մոլորեցնել վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելով։ Նման շինծու մեթոդներով հասարակությանը շեղելու եւ ապատեղեկատվություն տարածելու բոլոր փորձերը դատապարտված են ցախողման։ Հայերեն իրական ձայնագրությունն ու արհեստական բանականությամբ գեներացրած է դեպքում ոնց ենք տարբերում։ Ես այս պայն տարբերվում է, ես կտարբերեի։ Խոսելավոճը, բառերի արտասանության ձևը դեռ հնարավոր է տարբերել մասնագիտական աչքով։ Արագ զարգացող տեխնիկական դաշտում դա էլ ամիսների հարց է։ Փորձեցինք համաշխարհային անուններից, օրինակ Թրամփի ձայնով ու դեմքով հայերեն մի տեքստ գեներացնել։ Օրմար դարհնա աշխատանքանի կինեչր համաձայնում, չեմ աուզում, իմ կորպա երեքինն անիրավ աշխարհ միգացել։ Այս դեպքում ակնհայտ է, որ AI է օգտագործվել, ընդ որում ամենապարզ եւ հասանելի մոդելներից, իսկ ավելի պրոֆեսիոնալ մոդելով եւ ավելի երկար աշխատանքի դեպքում հնարավոր է ստանալ բնականից գրեթե չտարբերվող տարբերակ եւս։ Ստացվում է, որ արհեստական բանականությամբ մաքուր կարելի է գեներացնել թե ձայնը, թե պատկերը։ Ուղղակի հայերենի դեպքում մի քիչ կամ մի քանի ամսով հաշվի առնելով տեխնիկական զարգացման թափը մեր բախտը բերել է, որովհետև արհեստական բանականությունը հայերենով դեռ լավ չի կարողանում խոսելաձևն ու ոճը հստակ պատկերացնել։
Շնորհակալություն բոլորին, ովքեր օգնում են։ Եվս մի շատ կարևոր հարցի մասին։ Վստահաբար նկատել եք, մեր երկրում բոլորն անկաշկանդ խոսում են, ինչ ուզում են, ինչպես ուզում են, ում հետ ուզում են։ Անհասկանալի է, որտեղ է ավարտվում խոսքի ազատությունը եւ սկսվում վիրավորանքը, հանցակազմ պարունակող կոչը, անմեղության կանխավարկածի խախտումը, զրպարտությունը եւ այլն։ Նկատել եք, չէ՞, այնպիսի տպավորություն է, որ ոչ ոք իր ասածի համար այլևս պատասխան չի տալիս։ Այստեղից էլ այն աղմուկը, որում ապրում ենք։ Զուսպ լինելը կարծես դարձել է մարգինալ լինելու նշան, ողջամտությունը ծայրահեղություն։ Ի վերջո խոսքի ազատությունն ինչպես տարբերել խոսքի սանձարձակությունից, փորձել է պարզել իմ գործընկեր Մոնիկա Հայրոյանը։ Որտեղ է ավարտվում ազատ խոսքի իրավունքն ու սկսում քրեական օրենսգիրքը։ Արդյոք կարելի է ամեն մի վիրավորանք կամ մեղադրանք փաթեթավորել որպես քաղաքական հայտարարություն։ Քաղտեխնոլոգն ասում է. մեր օրերում քաղաքական գործիչները խոսում են հաճախ առանց պատասխանատվության բաժինը գիտակցելու, երբեմն առանց փաստերի։ Իսկ հանրությունը սկսում է հավատալ ոչ թե ճշմարտությանը, այլ ամենաչնչին, բայց բարձր ասված խոսքին։ Խոսքը ինքը բավականին կարևոր նշանակություն ունի քաղաքականության մեջ, ոչ միայն խոսքը ինչպես հասցնել, նաև ինչ ասել։ Եվ ըստ այդմ դու պետք է հասկանաս, երբ որ դու խոսում ես ինչ որ մի կոնտեքստ նյութական, ասենք հասցնում ես քո ասածը, հասցնում ես քո լսարանին, նպատակը որն է, այսինքն դրդում ես դրանց ինչ գործողություն անել, որն է քո լսարանը։ Արման Բադալյանի կարծիքով խոսքի պատասխանատվության հարցում կարևոր նշանակություն ունի երկիրը ժողովրդավարական է, թե ոչ։ Դեմոկրատական համակարգերում խոսքի ազատություն ուղեկցվում է վերահսկողությամբ եւ պատասխանատվությամբ։ Հիմնականում գարս է մի քանի պարամետրեր, ժողովրդավարական է, թե չէ, եթե դուք լսում եք երկրի ղեկավարի կողմից բացարձակ անպատասխանատու վիրավորանք կայացնող արտահայտություններ կամ իր շրջապատի կողմից եւ ոչ մի արձագանք պետական կառույցներ, ասենք դատական համակարգից, ուրեմն իմացեք, դա չափանիշ է, տվյալ երկիրը ժողովրդավարական չէ։ Քաղաքական կուլտուրան բավականին ցածր մակարդակի վրա է գտնվում։ Բադալյանը նաև նշում է, որ եթե հասարակությունը քաղաքական ու հանրային գործիչների ոչ պատասխանատու հայտարարություններին չի հակադարձում, դա ցույց է տալիս հասարակության քաղաքացիական գիտակցության աստիճանը։ Հասարակություն շատ բան է կախած, որտեղ եւ դատավորը, եւ լրատվական դաշտը, եւ անկախ ուրեմն այս փորձագիտական մասնագետները, որոնք պետք է գնահատեն դա վիրավորանք է, դա վիրավորանք չէ, դրանք հասարակության ներկայացուցիչներն են։ Եվրոպական դատարանն ասում է, քաղաքական գործիչների միջև հայտարարությունների դեպքում հանդուրժողականության շեմն ավելի բարձր պիտի լինի, քանի որ սեղանին դրված է հանրային շահը, ոչ թե անձնական վիրավորանքը։ Երբ դա վերածվում է զուտ անձնական պիտակումների, անձնական կյանք ներխուժումների, անձնական կյանքի կոնկրետ տվյալների մասին հրապարակում կատարելու, ել չեմ ասում իշխանական լծակները դրա համար օգտագործելու, շատ պարզ օրինակ, երբ երկրի վարչապետը սկսում է խոսալ օրինակ հոգևոր ղեկավարների անձնական կյանքի մասին եւ մի պա ընդունենք, որ ինչ որ ասում է, գոնե իրականությանը մոտ է, ակնհայտ է, որ նա օգտագործում է պետական լծակները այդ տվյալները ձեռք բերելու համար, այսինքն այն օպերատիվ աշխատակիցների աշխատանքը, որոնք պետք է հանցագործություններ բացահայտեն, զսպեն ապօրինությունները, ըստ էության վարչապետի համար դեղին մամուլի այդ էջը լցնելու ֆունկցիա են կատարում։ Իրավաբանի խոսքով երկու ինստիտուտ կա, որոնք ենթադրում են իրավական պաշտպանության մեխանիզմ՝ զրպարտություն եւ վիրավորանք։ Եվ այս դեպքում եւս կա արդարացում, եթե այն արվել է հանրային շահից ելնելով։ Նախ մենք հասկանում ենք դրա մենք անձի ուղղված մեզ խոսքը դասակարգում ենք վիրավորանքի դե զրպարտության դաշտում։ Այդ դատական պաշտպանությունը իմ նշած թե օրենքների, թե միջազգային փաստաթղթերի հիման վրա ունեն նաև պատասխանատվությունը բացառող հանգամանքներ, որոնցից մեկը հենց իմ ասած հանրային շահի քննարկումն է։ Իրավաբանը բացատրում է, այնպես չէ, որ իրականությանը չհամապատասխանող յուրաքանչյուր հայտարարության համար կարելի է դիմել դատարան։ Այդ արտահայտությունը պետք է ունենա բացասական ընկալում կամ բացասական հետևանք անհատի համբավի եւ հեղինակության համար։ Եթե գործը հասնում է դատարան, անձը կամ պետք է ապացուցի իր հայտարարությունների իրական լինելը կամ հերքի դրանք։ Մեր օրենսգրքով մինչև 6 միլիոն դրամի փոխհատուցում կարող է պահանջել քաղաքացին զրպարտության համար։ Գումարի վերջնական չափը որոշում է դատարանը։ Մոնիկա Հայրոյան, Գևորգ Սյանոսյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։ Հավանաբար լսել եք Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակվելու մասին։ Սեպտեմբերից այն այլևս չի գործելու, բայց այդ դեպքում ինչպես են հարազատները կապվելու գերիների հետ։ Քանի դեռ մենք այստեղ ներքաղաքական բուռն զարգացումների մեջ ենք, այդ մարդիկ դեռ այնտեղ են, պատմում է Մերի Դանիելյանը։
Ադրբեջանը 2 ամսից կդադարեցնի հայ ռազմագերիների ու կալանավորների հետ անմիջականորեն հասանելիություն ունեցող միակ կառույցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունն իր տարածքում։ Տեսակցություններն արգելված են։ Կոմիտեի ներկայացուցիչների հունիսյան այցից հետո Բաքվում ապօրինաբար պահվող պատանդները եւս տեղեկացրել են իրենց հարազատներին, որ այդ այցը վերջինն էր։ Գրասենյակի փակման հետևանքով հայ ռազմագերիների ճակատագիրը վերջնականապես կթողնվի ադրբեջանական իշխանությունների քմահաճույքին, մարդասիրական առաքելությունը կմնա չիրականացված։ Մենք կունենանք փաստորեն ավելի ծանր իրավիճակ, երբ որ զրկված կլինեն եւ հարազատները, որովհետև հենց միջազգային Կարմիր խաչի միջոցով է այդ հեռախոսային կապը լինում եւ նամակագրությունը։ Հայաստանի առաջին մարդու իրավունքների պաշտպանը վստահեցնում է, թե Ադրբեջանը այս գրասենյակի առկայությունը կապում էր Արցախյան հիմնախնդրի հետ եւ հիմա համարելով, որ այս հարցը հանված է օրակարգից, որոշել է դադարեցնել գործունեությունը։ Լարիսա Ալավերդյանի խոսքով խնդրի լուծման տարբերակ է միջազգային կառույցներին դիմելը։ Անհրաժեշտ է ուղղակի դիմել։ Ես կարծում եմ դա պետք է անի Հայաստանի կառավարությունը, բայց եթե կառավարությունը չանի, դա պետք է անեն այլ սուբյեկտները, պետք է դիմեն Եվրոպայի միության եւ Եվրոպայի խորհրդի համապատասխան ինստիտուտներին, որովհետեւ եւ երկուսն էլ ունեն այնպիսի հաստատություններ, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով լայն համատեքստում։ Իսկ ինչպես պետք է այսուհետև պահպանվի կապը հայ պատանդների հետ։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով փոխարինող միջոցներ միջազգային իրավունքում գոյություն ունեն։ Հայաստանի պարագայում դա իրավունքի պատվիրակման սկզբունքն է, այսինքն այցելուների կազմակերպում միջնորդ երկրի միջոցով։ Այն պետությունը, ում քաղաքացիները գտնվում են անազատության մեջ, չունի դիվանագիտական հյուպատոսական հարաբերություններ համապատասխան երկրի հետ, կարող է դիմել որևէ չեզոք երկրի, որը հավատարմագրված է, եւ խնդրել իր անունից իրացնել այդ իրավունքը։ Նշեմ, որ եթե Ադրբեջանը խոչընդոտներ առաջացնի այս իրավունքի իրացման առնչությամբ, սա դիտարկվում է կարևորագույն խախտում։ Սա կարող է խախտել ինչպես Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքները, այնպես էլ հայ պատանդների միջազգային կոնվենցիաներով նախատեսված իրավունքները։ Մի շարք հասարակական կազմակերպություններ այս հարցով դիմել են արտգործնախարարություն։ Կառույցը պատասխանել է, թե հարցը գտնվում է քննարկումների փուլում։ Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին մեծ զրույցում եւս նշեց, որ այս առումով դեռ տեղեկություն չկա։ Այս ֆактերին դեռ մենք չենք կարող որևէ բան ասել, որտեղ մենք երկխոսության մեջ ենք իշխանությունների հետ, բայց որևէ հստակություն մենք չենք կարող հիմա տրամադրել։ Իրավապաշտպանը վստահեցնում է, որ Ադրբեջանը միջազգային մակարդակով գտնվում է որոշակի հաշվետվողականության ներքո։ Տվյալներ է ներկայացնում գերիների վերաբերյալ, բայց սա փոխարինող միջոց լինել չի կարող։ Տեղեկատվությունը տրամադրում է Ադրբեջանի իշխանությունը, ինչը կարող է կեղծված, փոփոխված լինել, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պարագայում մենք ունենք անկախ անձինք, որոնք սեփական աչքերով դիտարկում են եւ իրենց անկողմնակալ օբյեկտիվ դիտարկումներն են ունենում խնդրի վերաբերյալ։ Հաստատված տվյալներով Ադրբեջանում առնվազն 23 հայ պատանդ կա, նրանցից 7-ն արդեն անցել է ձևական ու շինծու դատավարությունները եւ դատապարտվել։ Մերի Դանիելյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ ԵԱՏՄ երկրների ղեկավարների հանդիպումն է ընթանում։ Նիկոլ Փաշինյանը չի մեկնել, որովհետև այն տեղի է ունեցել Մինսկում։ Դե հիշում եք, ոչ մի պաշտոնյա Մինսկ չի գնում, քանի դեռ Լուկաշենկոն է նախագահը։ Իդեպ Լուկաշենկոն այս մասին խոսել է, ասել, որ եթե Հայաստան այսպիսի դիրքորոշում ունի, գուցե իրենց մոտ ինչ-որ բան այն չէ եւ պետք է դա ընդունել։ Նիկոլ Փաշինյանը սակայն մասնակցել է ուղղակի տեսակապով եւ խոսել է թվայնացման տեխնոլոգիաների ենթակառուցվածքների մասին։ Позиции, допустим, Армении. Ինչու է Հայաստանը նման դիրքորոշում ընդունել։ Հնարավոր է այստեղ ամեն ինչ կարգին չէ, մենք չենք կարող դա անտեսել։ Եթե ինչ որ բան է տեղի ունենում, միայն մեկ կողմը չի կարող մեղավոր լինել։ Одна сторона. Нам надо поискать причины и в другом. Մի հետաքրքիր զանգի մասին այսօր Իրանի նախագահը Ալիևի հետ է խոսել ու ըստ իրանական իռնագործակայության շեշտել է իսրայելական անօթաչուների Ադրբեջանի օդային տարածքից Իրան մուտք գործելու մասին հաղորդագրությունների հետաքննության անհրաժեշտությունը։ Ուկրաինա, ի տարբերություն Իրան-իսրայելական պատերազմի, այս մեկն ավարտել չի հաջողվում։ Դոնալդ Թրամփն Էրդողանին ասել է, որ պատրաստ է գալ Ստամբուլ կամ Անկարա Ռուսաստանի նախագահի հետ Ուկրաինան քննարկելու, բայց Ռուսաստանի նախագահը կգա, հայտնի չէ։
Այսօր ԱԹՍ-ներով համակարգված գրոհ է եղել Ուկրաինայի մի շարք մարզերի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ։ Ըստ ուկրաինական կողմի, այս հարձակումների նպատակը խափանելն է եղել երկրի էներգետիկ ցանցի աշխատանքը։ Չնայած հակաօդային պաշտպանության ուժերն աշխատել են հետ մղել հարվածները, համակարգը վնասներ է կրել, որոնց ծավալը դեռևս շշտվում է։ Ռուսական հոբ ուժերը անցած 24 ժամում խոցել են 205 անօդաչու թռչող սարք։ Նախորդային Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփն ասել է, որ Զելենսկին ամենաշատը ցանկանում է ստանալ Patriot հոբ համակարգեր, սակայն դրանք շատ դժվար է ձեռք բերել, քանի որ իրենց էլ են դրանք պետք։ Պատերազմի երրորդ տարում Ուկրաինան Դանիայի հետ մեկնարկում է ռազմական տեխնիկայի համատեղ արտադրություն իր տարածքում։ Զելենսկին հայտարարել է, որ Դանիան դառնում է առաջին պետությունը, որի հետ Կիևը զենքի մատակարարումից անցնում է համատեղ արտադրության, այս քայլը որակելով պատմական։ Իսկ ռուսական ռազմական գերատեսչությունը հայտարարել է լայնամասշտաբ զորավարժությունների մեկնարկի մասին։ Զորավարժությունների ներգրաված են հազարավոր զինծառայողներ, զրահտեխնիկա, ավիացիա եւ ռազմածովային ուժեր։ Զելենսկին եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն Ստրասբուրգում ստորագրել են համաձայնագիր Ուկրաինայի դեմ ագրեսիայի հարցով հատուկ տրիբունալ ստեղծելու մասին։ Նպատակը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելն է, ինչպես նշվում է փաստաթղթում անթիվ-ռազմական հանցագործությունների համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Վլադիմիր Պուտինը բացի Ուկրաինայից կարող է այլ տարածքային հավակնություններ ունենալ։ Հագայում կայացած ասուլիսի ժամանակ հնչեցված հարցին Թրամփը կարճ պատասխանել է. դա հնարավոր է։ Թրամփը ենթադրում է, որ Պուտինը իրականում ցանկանում է դուրս գալ ստեղծված իրավիճակից, Ուկրաինայի հետ հակամարտությունից։ Ինձ թվում է նա շփոթված է, նշել է Թրամփը եւ պատմել, որ մշտական կապ է պահպանում Մոսկվայի հետ։ Ըստ նրա, օրերս Պուտինն առաջարկել է օգնել Մերձավոր Արևելքում ճգնաժամի կարգավորման հարցում, ինչին Թրամփը պատասխանել է, որ նա նախ պետք է կարգավորի իր սեփական խնդիրները։ Ըստ նրա, Ուկրաինայում խաղաղության հասնելու բանակցություններն ավելի բարդ են, քան ինքը կարծում էր, իսկ նախագահ Պուտինն էլ ավելի բարդ։ Հաշտության գործընթացի մյուս մասնակցի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ գագաթնաժողովի շրջանակում հանդիպումը Թրամփը բնորոշել է լավ բառով։ Փակ դռների հետևում տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի զրույցը տևել է 50 րոպե։ Վլադիմիր Զելենսկին իր հերթին ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը անվանել է բովանդակային։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Հագայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս լրագրողներին հայտնել է, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է Թուրքիա ժամանել ռուս-ուկրաինական բանակցությունների համար, մեկ պայմանով, եթե այնտեղ լինի Վլադիմիր Պուտինը։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Թրամփը ուշագրավ պատմության մեջ է հայտնվել։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին խնդրել են մեկնաբանել Թրամփի հայտնի խոսքը, երբ նա Իրանին ու Իսրայելին համեմատել էր չար երեխաների հետ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ կատակել է, ասելով, որ հայրիկը մեկ-մեկ էլ պետք է կոպիտ խոսի։ Եվ ահա Սպիտակ տունը հրապարակել է պաշտոնական տեսանյութ Թրամփի Հաագա այցի մասին։ Հայրիկը տանն է խորագրով։ Պաշտոնական տեսանյութ էր։ Դե իսկ Իսրայելը Իրանի հետ հրադադարից հետո անցավ նորից Գազային։ Մոտ 100 մարդ է մահացել իսրայելական ռմբակոծություններից անցած 36 ժամվա ընթացքում։ Նրանց մեջ երեխաներ էլ կան։ Գազայում ընդհանրապես աղետ է, խաղաղ բնակիչները, որոնք ողջ են մնացել, սովի եզրին են, փլատակների մեջ։ Իսրայելն էլ դեռ գերիներ ունի Գազայում, որոնց ամեն գնով փորձում է ազատել։ Վերջին 24 ժամում Գազայում ինտենսիվ ռազմական գործողություններ են։ Պաղեստինի առողջապահության նախարարությունը Իսրայելի արձակումից հետո հայտնել է առնվազն 90 զոհի եւ մոտ 200 վիրավորի մասին։ Ալ Ջազիրայի հրապարակած սահմռկեցուցիչ այս կադրերում երևում է, որ զոհերի թվում կան կանայք եւ երեխաներ։ Ցախալը հայտարարել է, որ իր թիրախները Համասի ռազմական օբյեկտներն են։ Իսրայելական կողմը պնդում է, որ գործողությունների նպատակը Համասի վրա ճնշում գործադրելն է, իրենց պատանդներին ազատ արձակելու համար։ Հիմնական հարվածները կենտրոնացել են Գազա քաղաքի Շուջայա թաղամասում, փախստականների ճամբարներում եւ սահմանային Ռաֆայի շրջակայքում։ Գազայում հումանիտար իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Հիվանդանոցները գերծանրաբեռնված են եւ չեն հերիքում դեղորայքը, վառելիքը եւ բժշկական պարագաները։ Առողջապահական եւ հումանիտար իրավիճակը Գազայում աղետալի է։ Օկուպացիայի պատճառով բժշկական պարագաներ չեն ներկրվում։ Հիվանդանոցները երկար ժամանակ չեն կարողանա շարունակել իրենց աշխատանքը այսպիսի լուրջ ճգնաժամի պայմաններում։ Գազայում սովի իրական վտանգ կա։ ՄԱԿ-ի բարենային համաշխարհային ծրագիրն է զգուշացնում։ Իսրայելը սահմանափակել է հումանիտար օգնության մուտքը Գազա։ Միացյալ Նահանգները եւ Եվրոմիությունը կոչ են անում հրադադար հաստատել։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է այն, որ քաղաքացիական զոհեր կան, պահանջել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը։ Փորձագետները կարծում են, չնայած դիվանագիտական ջանքերին, խաղաղ կարգավորման հեռանկարը մնում է անորոշ։ Իդեպ Իսրայելը թիրախավորել է նաեւ արևմտյան ափի Ռամալա քաղաքի արակից քրիստոնեական գյուղերը, հրկիզելով տներ եւ մեքենաներ։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Մարդածին բոլոր հնարավոր աղետներից խոսեցինք, մոռացանք, որ բնությունը եւս մեծ փորձանք կարող է դառնալ։ Ֆրանսիայում աներևակայելի փոթորիկ է, կան զոհեր, վնասվել է 100,000 տուն։ Դիտենք։ Սա
Դա Փարիզի հանրահայտ Տրոկադերո հրապարակն է, որտեղից պարզ երևում է երկաթե տիկինը, սակայն պատկերը չորեքշաբթի գիշերը բոլորովին ռոմանտիկ չէր։ Ամբողջ Ֆրանսիան ցնցած ուժեղ քամին ու կարկուտը վնասել են ավելի քան 100,000 տուն, շրջել ծառեր, հեղեղել փողոցներ, խափանել երթևեկությունը, Փարիզի մետրոյի բազմաթիվ կայարաններ փակվել էին։ Անսպասելի սկսվեց։ Հսկայական ծառերը շուռ էին գալիս մեքենաներին։ Բարեբախտաբար մենք այդ հատվածում չէինք։ Կյանքումս նման բան չէի տեսել։ Սակայն մի 12 տարեկան երեխայի եւ 59-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։ Երկուսն էլ զոհվել են արմատախիլ եղած ծառի հարվածից։ Տղամարդու մահը վրա է հասել կվադրոցիկլետ վարելիս, բախվել է շուռ եկած ծառին։ Ֆրանս Մետեոն Ֆրանսիայի 57 դեպարտամենտ փոթորկի ամենաբարձր վտանգի գոտում է կարգել, այն բանից հետո, երբ վերջին շաբաթներին երկրում գրանցվել էր աննախադեպ բարձր ջերմաստիճան, որը որոշ շրջաններում գերազանցել է նույնիսկ 40 աստիճանը։ Նման բնակլիմայական աղետ վերջին անգամ Ֆրանսիան տեսել էր 1947 թվականին։ Ամբողջ գիշեր աշխատել է ավելի քան 2000 հրշեջ փրկարար, իսկ առավոտյան երկիրը աստիճանաբար ուշքի էր գալիս։ Վնասների ծավալները դեռևս հաշվում են։ Ասմիկ Արաքելյան, Reopen Media։ Այսքանից հետո եկեք բարի ռեպորտաժով ավարտենք այսօրվա ցնցումնառատ եթերը։ Պատմենք օրինակ գորգերի մասին։ 44-օրյա պատերազմից հետո Շուշիից Երևան տեղափոխված գորգերի ճակատագիրը դեռ անհայտ է։ Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Աստվածատյանը մեծ հետ զրույցում ասաց, որ մոտ 170 գորգ այս պահին գտնվում է մասնավոր տարածքում ու սպասում հիմնական տանիք ունենալուն։ Ազգային նախշերով գորգերի մեծ ժառանգություն ուներ Արցախը։ Հարևան պետությունը, ինչպես այլ հարցերում, այս դեպքում եւս տիպիկ հայկական նախշերով գորգերը ջանում է իբրև թե ադրբեջանական ներկայացնել։ Ինչ որ եղել է մերը, մնացել է մերը։ Մենք երբեք մեր աշկուրի ունեցվածքի վրա երբեք չենք դրել ու իրենց մշակույթից չենք օգտվել, երբեք։ Արցախյան գորգերը մենք մեծ մասը շատ գորգեր վերականգնել, նորից գործել ենք այդ դիզայները, հիմա էլ ենք վերականգնում ու գործում ենք։ Այսինքն ինքը ինչ որ մի կտոր չի առանձին, հայկական գորգագործության մի մասնիկն է, չես կարող առանձնացնել։ Հիմա, երբ տեխնոլոգիաները կտրուկ զարգանում են, Անդրեասյանն ասում է, ավանդական գորգագործությունը այլևս մարող վտանգված արվեստ է։ Ձեռքի աշխատանքը շատ դժվար է անելը, մարդիկ գնալով այդ տեխնոլոգիաների շնորհիվ քիչ-քիչ ծուլանում են, որովհետև իրանց տեղը մեքենաներն են սկսել ավելի շատ աշխատել, կանցնի ամենաշատը մի 10 տարի եւ մեր տեղը կաշխատեն ռոբոտները։ Հայկական, այդ թվում արցախյան գորգերը ժամանակի փորձությունների միջով անցած ժառանգություն են, որոնք գույների եւ նախշերի միջոցով պատմում են մեր արմատների, հիշողության, մշակույթի եւ պայքարի մասին։ Դեմ գնալով համաշխարհային միտումներին հայ գորգագործները շարունակում են պահպանել ավանդական ձևավորումն ու նախշերը, գույների համադրությունն ու պատկերները։ Աննա Հարությունյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Այսքանը ամփորձանք գիշերը մաղթում կհանդիպենք վաղը ցտեսություն։